եթե իրենք առանց վեհափառ հայրապետի գիտության արդեն վարչապետի հետ հանդիպման են գնացել, արդեն իսկ ապօրինություն է, իրենք դրա իրավունքը չունեին, այսինքն նման ֆորմատով առանց վեհափառ հայրապետի գիտության, եթե իրենք հանդիպման են գնացել կամ հայտարարություն են հրապարակել, իրենք դրա իրավունքը չունեին։ Վարչապետը նրանց օրինակ շատ հոգևորականների մեղադրում է կուսակրոնության ուխտը խախտելու մեջ։ Կոնկրետ իրենց է վերադրում։ Ում։ Այդ իր հետ հանդիպվածներին։ Օրինակ, ում անունը կտակ, որը խախտել է կուսակրոնությունը։ Առանց նույնիսկ անունը տալու իրենք այդ բոլորը հասկացել են, նախկինում էլ նման խնդիրներ իրենք ունեցել են։ Բոլորը։ Այդ որ իր շուրջ հավաքվել էին, այն բոլոր հայտարարությունները, որ վարչապետը ազգային ժողովի ամբիոնը օգտագործելով թշնամանք եւ ատելություններ տարածում եկեղեցու նկատմամբ, այն բոլոր կոմպրոմատներն ու հայտարարությունները բադ եկեղեցականների, որոնց մասին ինքը ասում էր, հենց իր շուրջն էին հավաքել, ինչ որ առումով վեհափառ այդ հանդիպումով վարչապետը այդ հանդիպումով ինչ որ առումով մաքրեց եկեղեցին այն մարդկանցից, որոնք իրենց կարգին համապատասխան չեն։ Արդարացի որոշման դեպքում կարող են դուրս գալ, բայց վեհափառ հայրապետը նաև կարող է ողորմած լինել, լիարժեք դա վեհափառ հայրապետի իրավունքների մեջ է, եթե իրենք զղջան, ներողություն խնդրեն, կարծում եմ վեհափառ հայրապետը կարող է նաև ներողամիտ լինի։ Օրինակի համար, եթե ես լինեի վեհափառ հայրապետը, իրենք երեկոյան կարգալույց կհռչակվեին եւ այս կիրակի 6 նոր եպիսկոպոսներ կոծեի, բայց փառք Տիրոջը, որ ես չեմ վեհափառ հայրապետը եւ վեհափառ հայրապետը շատ ավելի ներողամիտ, շատ ավելի շրջահայաց, շատ ավելի երկայնամիտ անձնավորություն է եւ կարծում եմ կարող է նաեւ իրենցից ոմանց նկատմամբ ողորմած լինել, եթե իրենք զղջան։